Ինչ է թուղթուգիրը եւ ինչպես պարզել ձեզ կամ ձեր հարազատների վրա կարված թե ոչ։ Բուն թեմայի մասին կարող եք ծանոթանալ անցնելով հոլովակի ներքևի հատվածում դրված հղումը, իսկ ես ձեզ կպատմեմ այն թեմայի մասին, թե արդյոք ճիշտ է, որ մարդու նկարով կարող են թուղթուգիր անել։ Պետք է ասել, որ նախկինում լուսանկարները լավ պաշտպանված էին, դրանց ստեղծման համար օգտագործում էին արծաթե աղեր, ինչը ամբողջությամբ մեկուսացնում էր արտաքին ներգործությունից, բայց տեխնոլոգիան փոփոխություն կրեց, եւ մարդու եւ նրա լուսանկարի միջև կապը այսուհետև դարձավ անխզելի։ Գոյություն ունեն բազմաթիվ կանոններ, որոնք պետք է պահպանել իր եւ իր հարազատների վրա անախորժություններ չբերելու համար։ Նորածիներին հարկավոր է որքան հնարավոր է քիչ լուսանկարել, եւ չի կարելի լուսանկարները ուրիշին ցույց տալ, որովհետեւ փոքրիկների էներգետիկան դեռևս շատ թույլ է պաշտպանված։ Նրանք ենթակա են ցանկացած ներգործության։ Չարժի պահել իր տանը ձեր չարակամի կամ թշնամու լուսանկարը, անգամ մահացած։ Լուրջ վտանգ են թաքցնում արյունակից հարազատների լուսանկարները։ Միայն մաքուր սիրո խողովակը, որը ձեզ կապում է լուսանկարում պատկերված հարազատ մարդու հետ, չի կարող բացել մեր աշխարհ հանդերձյալ աշխարհի երևույթների ելքը։ Բայց եթե դուք հարազատների հետ կոնֆլիկտի մեջ եք, սպասեք անախորժություններ։ Օրինակ, պատից կախված մահացած աներոջ լուսանկարը ամուսինների միջև վիճաբանության ժամանակ կարող է իր աուրայով շատ ուժեղ ազդել փեսայի ճակատագրի վրա, գրում է Հրեգունդ շաբաթաթերթը։ Հաջորդը պետք է ուշադիր վերաբերվել ամեն կարգի տեսարժան վայրերի ֆոնին ի հիշատակ արված լուսանկարներին։ Հուշարձանի աուրան կապի ուղղակի խողովակ է բացում այն անձի հոգու հետ, որին նվիրվում է։ Չի կարելի լուսանկարվել գերեզմանների ֆոնին։ Լուսանկարի հետ դուք վտանգում եք ձեր տուն բերել ուրիշի աուրան։ Բացի այդ, մի լուսանկարվեք այն վայրերում, որոնք ձեզ թվում են կամ իրականում չարագույժ, ոչ բարի եւ տարօրինակ։ Քիչ չեն դեպքերը, երբ լքված կանայք, հազվադեպ ամուսինները որպես վրեժ լուսանկարի վրա դավաճանի աչքերը, ձեռքերը, ոտքերը կամ մարմինը ծակծկում են։ Երբեմն նույնն անում են երեխաները չարաճճիությունից դրդված։ Այսպիսով եւ առաջինները եւ երկրորդները մարդու վրա թուղթուգիր են անում։ Ինչ անել։ Այն ինքնուրույն բուժել ավելի լավ է չփորձել։ Կարող են լինել թուղթուգիրը սխալ քանդելու տարբեր հետևանքներ։ Մարդ կարող է լրիվ կուրանալ, նրա վերջույթները թմրում են կամ կաթված է ստանում։ Ամենաճիշտ ելքը հեքիմներին դիմելն է, որոնք բուժում են աղոթքներով։ Իդեպ նույնը պետք է անել եւ այն դեպքում, եթե կասկածում եք, որ ձեր այս կամ այն լուսանկարներն օգտագործվել է թուղթուգիր անելու համար, պարտադիր չէ, որ այն ծակված է։ Որոշ մարդիկ լուսանկարը տանում են եկեղեցի, բայց ոչ բոլոր եկեղեցիներում են զբաղվում այն աղոթելով։ Ամբողջական նյութը կարդացեք կրկին հոլովակի ներքևի հատվածում դրված հղումով անցնելով։